Ողջույն սիրելի ֆուտբոլասերներ, Fast Sport-ը սկսում է ուղիղ հեռարձակումը Հակոբ Տոնոյանի անվան քաղաքային ստադիոնից, որտեղ րոպե ներանց կմեկնարկի Fastex Premier League-ի 29-րդ տուրի Ալաշկերտ Գանձասար հանդիպումը։ Ալաշկերտը 25 հանդիպումներից հետո վաստակել է 17 միավոր եւ մրցաշարային աղյուսակում 10-րդն է։ Հանդիպումը սպասարկում է Արտեմ Գասպարյանի գլխավորած մրցավարական հանձնակազմը, նրա օգնականներն են Արման Հակոբյանը եւ Նարեկ Պողոսյանը։ Բերտրան Մանի վտանգավոր է Բերտրան Մանի եւ չի կարողանում արվածել Լուկ Ռոբերտ Մերիլ, շարունակվում է Գանձասարի գրոհը։ Բենիկ Հովանիսյան կորցնում են գնդակը Ալաշկերտի ֆուտբոլիստները, Իսրայել Օպոկու արվածում է Իսրայել Օպոկուն եւ կորցած գնդակը Գոր Մանուկյանը։ Անցավ օֆ-ուեյքին, Գևորգ Տարախչյան տեղափոխվում է կենտրոն, Տարախչյանը բարձրից փոխանցում եւ գրկեց գնդակը Գրիգորի Մաթեոսյանը։ Բերտրան Մանի շատ լավ շրջվեց, Բերտրան Մանին փոխանցումն էլ հրաշալի էր, Լուկ Ռոբերտ Մերիլ վտանգավոր է Գոր Մանուկյան։ Մարտիրոսյանը միացել էր գրոհին, բայց որոշեց Տարախչյանը աջ եզր ուղարկել գնդակը։ Կիրենկո Էրվից է արվածում Կիրենկոն, սա Իսրայել Օպոկու շատ լավ շրջվեց եւ որոշում է երկար փոխանցում կատարել, Կոնեն հասնում է գնդակին, Կոնե եւ Գոր Մանուկյան։ Բայց կար Արցրից փոխանցում Տուգանային հրապարակ, վտանգավոր է եւ Գոր Մանուկյանը այստեղ էլ որցած գնդակ։ Առաջ է շարժվում Կիրենկոն, փոխանցում Տուգանային հրապարակ եւ բարձր է։ Երկար փոխանցում առաջ, հասցրեց գնդակը Տուգանային հրապարակ, հարվածել տեսանք։ Փոխանցում Տուգանային հրապարակ, վտանգավոր էր եւ գնդակը չի հայտնվում դարպասում։ Մարտիրոսյանը հեռացրեց, բայց շարունակվում է գրոհը Բերտրան Մանի։ Պետրոս Ավետիսյան փոխանցում Տուգանային հրապարակ եւ գոլ։ Պավել Կիրենկո 1-0 Ալաշկերտը բացում է խաղի արշիվը։ Գանձասարին ստանդարտները օգուտ չտվեցին, իսկ Ալաշկերտը օգտագործեց իր հնարավորությունը եւ Կիրենկոն գլխի դիպուկ արվածով գրավեց Գրիգորի Մաթեոսյանի պաշտպանած դարպասը։ Իչանց Սյուդեփրումյան Օվսեփյանը կհայտնվի խաղադաշտում։ Սա Պետրոս Ավետիսյանի երրորդ ասիստն էր Fastex Premier League-ի ընթացիկ մրցաշրջանում։ Պավել Կիրենկոն իր առաջին գոլը խփեց։ Ինչ են պահանջում, Գանձասարի ֆուտբոլիստները 11 մետրանոց են պահանջում։ Չկա 11 մետրանոց։ Վտանգավոր է եւ գնդակը հայտնել էր դարպասում։ Տարախչյան ուղարկում է գնդակը Բենիկ Հովանիսյանին, Էրվից է որոշում արվածել Բենիկ Հովանիսյանը։ Եվ Բենիկ Հովանիսյանը որոշեց արվածել ու դարպասաձողին արվածեց, շատ վտանգավոր էր։ Եվ վերջ, հանդիպումն ավարտված է Ալաշկերտը Պավել Կիրենկոյի խփած գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթեց։